Փարք Նժդեհին։ Այսօր ուզում եմ խոսել իմ երեկվա թե նախորդ օրվա գրառման եւ տարածած նյութի հետ կապված, որտեղ մերոնք գրառում էին արել։ Խոսքը վերաբերվում է Ազատություն ռադիոկայանի այն նյութին, որ ինչ որ մի գագո դարձել էր Նիկոլ եւ այդ մարդու համար կարեւորը էժան բան մեքենայի վառելիք լինի, դիզ վառելիք կամ բենզին կապ չունի, այնքան էժան լինի, թե այդտեղ ինչ է խախտվում, ինչ չի խախտվում, իրեն չի հետաքրքրում։ Եվ ես վերնագրել եմ, որ իրենք մեր ամոթն են, բայց իրականում իրենք իրենց ամոթն են։ Մեր գոքորը ուղղել էր, իսկապես, ինչպես ասում են մեծը Նժդեհը, հային փնտրեք այնտեղ, որտեղ ազնիվն է, արդարն է, ուժեղն է, լավն է, ճիշտն է։ Եթե մարդը հայ ազգանուն է կրում, բայց ինքը չի կրում այդ ստանդարտներին չի համապատասխանում, ուրեմն նա հայ չէ։ Ես իրոք համոզվել եմ, որ դա այդպես է, ամեն յան ազգանունով մարդ չէ, որ հայ է։ Եվ գրառման մեջ կար այսպիսի բան, եթե բևեռը գար իշխանության, ասեք նման մարդկանց հետ ոնց կվարվեր։ Օրինակ Ադրբեջանում նման մարդկանց կարող է վառեն, գնդակահարեն։ Եթե ասի հայ ինչ անենք, հայկական է կամ չգիտեմ, որտեղ այնտեղ սարսափելի մեծ քարոզ է գնում հայկական։ Այս որ Նիկոլն ասում է մենք բենզին ենք բերել, մտածում ենք մենք ինչ տանք իրենց։ Իրենք ոչինչ չեն կարող վերցնել։ Իրենք հայ բառը երբ որ լսում են, նրանք ցուցադրաբար ստորացնում են, ցույց են տալի, որ դա, չգիտեմ ես ինչ է։ Դուք չեք կարող Ադրբեջանին ինչ-որ բան վաճառել։ Այդ Ալիևը ուրեմն պետք է այնտեղ քարոզը հակայի, քարոզը թույլատնի, որ ինքը չի կարող անել։ Թե բևեռը ինչ կաներ, ես մի փոքր ուշ պատմեմ, ասեմ, բայց հիմա մի փոքրիկ պատմություն հայոց արքայի հետ կապված Տրթատ առաջինի։ Տրթատ առաջինը, Տրթատ երրորդը չէ, ով քրիստոնեություն բերեց։ Խոսքը Տրթատ առաջինի մասին է, ես նախորդ թե անցած տարի կարծեմ բան եմ արել, այդ մասին պատմել եմ, եւ Տրթատ առաջինին, երբ Հռոմի կայսրը հրավիրում է Հռոմ, Տրթատ առաջինը Հռոմի կայսեր հրամանով հրավերքով մեկնում է Հռոմ, հռոմեական կայսրի ծախսերով, դա այլ պատմություն է, երկար չպատմեմ, թե ինչն էր պատճառը, ինչի հետևանք էր, եւ Հռոմում Տրթատ առաջինի պատվին կազմակերպվում է նաեւ գլադիատորական մարտեր Կոլիզեում եւ մեր արքան եւ Հռոմի կայսրը այդ կայսերական օթյակում նստած ժողովուրդը հանրությունը նստած տեսնում է գլադիատորական մարտեր մենք գիտենք որ հռոմեական կայսրությունը որքան էլ ասենք Հռոմի հանրապետություն դարձավ չգիտեմ ես ինչ դարձավ միևնույն է իրենք բարբարոս կառույց են բարբարոս համակարգեր որովհետեւ գլադիատորները իրար մորթում էին եւ մարդիկ եւ կայսրը որոշում էր սպանի, հաղթողը սպանի, թե չէ, այսինքն իրենք օրացերեգով տեսնում են իրական կյանքերի ոչնչացում, դա բարբարոսություն է, հասկանում եք։ Եվ այդ մարտի ժամանակ, երբ որ մի գլադիատորը հաղթում է, մյուսին տապալում է գետնին, եւ մոտենում է, որ վերջը տա, կյանքը ձեռքից խլի, այդ ժամանակ հայոց արքան Տրթատ առաջինը կանգնում է տեղից եւ ձեռքը մեկնելով ասում է ընկածին չեն խփում եւ ամբողջ եւ կայսրը եւ այդ հանրությունը ամբողջը զարմանում է ոնց է իրենք սպասում են որ հեսա բթները պետք է ներքև պահեն որ այդ մարդ գլխատի կամ սպանի եւ իրենք տեսնեն հրճվեն այդ բարբարոսները բայց Տրթատ առաջինն ասում է ընկածին չեն խփում Եվ ժողովուրդը այդ որ մեկ այլ կրթական համակարգով աճած կամ չգիտեմ ինչ արժե համակարգով ապրող ժողովուրդը ապշում է եւ սկսում է գովաբանել հայոց արքային, հասկանում եք։ Փոխվում են անմիջապես։ Չնայած մենք սա պետք է կիրառենք ընդհանրապես, մենք երբ որ խնդիր ունենք մենք ներսում մենք մեկս մյուսի հետ, սա պետք է կիրառվի մենքս մյուսի հանդեպ, բայց թշնամու հանդեպ չպետք է կիրառենք Ադրբեջանին մենք ընկել էր չխփեցինք եւ ինքը կանգնել է հիմա մենք մեզ
ձերքերը կապել է ռուսը, թուրքը, ոտքերը մեզ գցել են գետնին, մենք չենք հանձնվում, բայց ինքը նորից այդ վիճակում էլ է մեզ խփում։ Երբ որ մեր ձերքերը ազատ չէ, Կրեմլը կապել է մեր ձերքերը, բայց ինքը նորից խփում է։ Ես դա համարում եմ առաքինություն, երբ որ ընկածուն չեն խփում, իսկապես։ Հա, բայց կարող են շատերը մեղադրեն, ասեն Թուրքին պետք է խփես, ուզում են ընկած լինի, այո, պետք է խփես Թուրքին։ Թուրքին ոչ բոլոր թշնամիներին, բայց Թուրքին պետք է խփես։ Ուզում է ծնկի, ուզում է ընկնի, ուզում է, չգիտեմ, կիսամեռ լինի, որովհետև թուրքը տեսակ չէ։ Ես ինչու այս պատմությունը արեցի հայոց արքայի, որ մենք մեր կյանքում մեր արժե համակարգի մեջ մենք ունենք կարգ ու կանոն, որը օրենսգրքում ամրագրված չէ, ոչ քրեական, ոչ քաղաքացիական, ոչ վարչական, հասկանում եք։ Ոչ միտեղ գրված չէ, բայց մենք դա պաշտպանում ենք։ Չէ, շատ է լինում, չէ, որ հայրը տղային կամ աղբերը, բանը, ասում են, բայց դե տղամարդու արարք էր։ Ինքը քրեորեն պատժել արարք չի արել իրականում, ասեմ, որ մի հատ էպիսոդ, բայց ասում են, բա դա տղամարդու արարք էր, այսինքն մենք կա բան, որը մեզ օրենքը թույլ է տալիս որ անենք, բայց չենք անում, որովհետև դա տղամարդուն հարիր չէ։ Մենք ապրում ենք այդ տեսակ օրենքներով։ Եվ երբ որ գալիս են նիկոլները, մտնում են այդ դաշտը, այդ որ ասում են մեր արժի համակարգը ուզում են քանդեն, փլուզեն, ավիրեն, հիմի եկեղեցի, հենց դա է պատճառը։ Այդ որ բանակն ասում են սարքել եք պաթոս, գովում եք կենացեք խմում, դու լավ ենք անում։ Բանակը սիրելու առարգա է։ Սիրո առարգա է, մենք միշտ պետք է սիրենք մեր բանակին։ Հասկանում եք, իրենք ուզում են մեր աչքից դա գցեն։ Երբ որ ասում են հայրենասիրությունը դա կեղծ կատեգորիա է, այդ ժամանակ գագոները դառնում են նիկոլ։ Հասկանում եք։ Այ երբ որ բևեռը գա իշխանության, հայրենասիրությունը կեղծ կատեգորիա չի լինի, կդառնա պարտադիր։ Ու այդ ժամանակ գագոները էլ չեն հասցնի օրենսդրությամբ պատժվել։ Հանրությունը, այն որ ասում են, բա դա տղամարդու արարք է, իրենք կմեկուսացնեն, կհալածեն այդ գագոյի հարևանները հիմա այնքան անողնաշար են, եթե գագոները դեռ տենց գլուխները ցույց կամ քմծիծաղով քայլում են, ուրեմն իր հարևաններն էլ են գագո։ Նրանք պետք է հիմա արդեն ասեն չամաչեցիր քո ասածից կամ քո արածից։ Մեր հանրության մեջ այն տղամարդիկ, ովքեր իրենց տղամարդկությունը, ասենք, թերացել են, իրենց տղամարդը, սա ֆիզիկական պատրաստակամության մասին չէ, սա կամային, բարոյական պատրաստակամության մասին է։ Նրանք զատվում են հանրությունից, չէ, ասենք, տղաները իր հետ, ասենք, եթե այս տղեն թուլակամ է, նա այդ ընկերություն չեն անում, ոչ թե ֆիզիկապես թույլ է, կարող է արատավոր է, ֆիզիկապես թույլ է, բայց կամային հատկանիշներով տղամարդ է։ Դու դրան պետք է ընդհանրապես օգնես, աջակցես։ Բայց երբ որ ինքը իր կամքով, իր գիտակցությամբ, այսինքն մորթապաշտ է, նա հետ ընկերություն չեն անում, ինքը մեկուսանում եւ տնից գնում է, գործից վազում մտնում է տուն, ինքը շրջապատ դուրս չի գալիս։ Հասկանում եք, այսինքն երբ որ բևեռը գա իշխանության, այդ ազգայինը, այդ որ օրենքով նախատեսված չէ, շատ բան էլ կարող է նաեւ դառնա օրենք, որ իսկապես օրենքը հետապնդի, որ երբևիցե որից մեկը հակապետական, հակազգային հայտարարություններ չանի։ Այդ թե ինչ կանի բևեռը, երբ որ գա իշխանության, միանգամից ազգայինը կամրանա։ Եվ այս վերջերս լսեցի, որ իմ ձևով շարժումը հայտարարել է, որ իրենք ազգային ուժ են։ Շորտ, լավ է որ պայքարում են, բայց Կրեմլա հպատակը չի կարող ազգային ուժ լինել։ Ինչեւ իրենք Կրեմլի դեմ չպայքարեն, որից մեկը չի կարող հասկանա, ընդունի, իրենք ազգային են թե չէ։ Ազգայինը նա է, ով պաշտպանում է այս սկզբունքները՝ հայրենիք, բանակ, ընտանիք, հարազատ, ընկեր, հասկանում եք։ Բայց եթե դու քո ամեն ինչ թողել ես Պուտինի ձեռքին եւ այն որ ասում պոչետ Պուտինի ձեռքին եկել ես քեզ հորդորում ես ազգային, քեզ Պուտինը երբ ոնց ինչ ուղղությամբ ուզի կտանի։ Դա պետք է մարդ միամիտ լինի, որ ասենք կրեմլահապատակ, թուրքահապատակ որևիցե ուժի համարի ազգային։ Սա ուղղակի խոսքիցս դուրս։ Հիմա հասկացաք, թե բևեռը ինչ կանի, երբ որ նման գագոները դառնան նիկոլ։ Ինչ որ ազգանունը չէր հասցրել փոխել, երևի սպասում էր այս 26 թվականի ընտրություններից հետո էլ ազգանունը փոխի գագոն։ Խոհեմ եղեք, մնաք խաղաղությամբ։